եմ Չիբուխչյան լայվ YouTube անալիքի հետևորդներին։ Հիմա հասկանանք ինչա տեղի ունեցել Ալիևի եւ Գերմանիայի այցի ժամանակ։ Ուրեմն Իլհամ Ալիևը գնում է Գերմանիա։ Միջև այդ ինչ անում Իլհամ Ալիևը։ Բայրամը ուղարկում է Մոսկվա։ Հիշում եք, անցած թողարկման անդրադարձանք։ Բայրամը Սիլիբիլի են անում Լավրովի հետ, պայմանավորվում են։ Պարզա որ իրանք միանշանակ իրանք փոշմանել են տրիպի համար, որ նախաձեռնեցին եւ իրանք դեմ ֆրած։ Հիմա փորձում են նորից ռուսների հետ այս հարցով, կոնկրետ այս հարցով նորից մտնեն գործարքի մեջ, մեր դեմ։ Բայց քանի որ Ալիևը ունի մեծ խնդիր, ինքը ունի էներգակիրների խնդիր։ Ինքը չի կարող առանց ռուսների ապահովել մեծ ծավալ Եվրոպա արտահանման։ Այդտեղ երկու տարբերակ կա, կամ պետքա թաքուն ռուսներից բերի, այդ դեպքում կընկնի պատժամիջոցների տակ, իսկ մենք գիտենք, որ օրինակ 21-րդ փաթեթում պատժամիջոցների Եվրամիության Կուլևի նահանգիստը Վրաստանի, Կուլևի ընկավ պատժամիջոցների տակ, որտեղ նավթավերամշակման գործարան կա, որը ռուսական նավթ էր արտահանում ուղղակի լկտիաբար Եվրոպա։ Դրա համար վրացիների գլխին տվեցին։ Եվ Ալիևը շատ լավ հասկանում է, որ ինքը այս պայմաններում չի կարող չարաշահել։ Ես վստահ եմ, որ հիմա էլ է տակից անում, բայց փոքր քանակի։ Չի կարող չարաշահել ռուսական նավթով կամ գազով, ինքը պետք է ստիպված, ուրեմն կամ նոր հանքեր հայտնաբերի Ադրբեջանում, որի համար խնդրում էր արևմուտքին, որտեղ այդ տեխնոլոգիաներն ու այդ չափի գումար կարող են ներդնել միայն արևմուտքը, որտեղ այստեղ պետք է եւ գումար եւ տեխնոլոգիաներ, առանձին ոչ մեկ չի լինում, եւ երկուսն էլ ունի արևմուտքը։ Եվ կամ պետք է պատերազմը վերջանա եւ ինքը շարունակի ռուսական նավթը, այսպես ասած, ինչ որ մի ձև խնդրելով Պուտինից, ուրեմն այդ ժամանակ արդեն երբ որ պատերազմ չլինի, եթե պատժամիջոցներ չլինեն իհարկե, արտահանի։ Եթե պատժամիջոցներն են, ելի կփորձի օգնել Պուտինին տակից, որտեղ դա գլխավոր զենքն է Ալիևի հիմա։ Եվ ինչ անում, եւ Ալիևը ունենալով խնդրեմ, ինքը նախ հարաբերություններ է հաստատում ռուսների հետ, հետո գնում է Գերմանիա։ Մինչև այդ ինքը ծաղրում է Պուտինին։ Ուրեմն գիտեք, որ մի հատ Միխայել Գուսման կա, այն ուրեմն ՏԱՍ-ի ուրեմն գեներալ գլխավոր այսպես տնօրենի ուրեմն առաջին տեղակալը, որին հանեցին աշխատանքից, ինքը Բաքվեցի հրեա է, եւ Ալիևը լրագրողների մոտ ուղղակի եթե չեմ սխալվում Շուշիի հենց իր այդ հավաքի ժամանակ էր, ասաց որ քանի որ ինքը սիրում է Ադրբեջանը եւ մեր դեմ ինչ որ պատժելու համար Գուսմանին աշխատանքի, այսինքն ինքը լրիվ քաղաքականացրեց Գուսմանի ազատումը, քանի որ ինքը Բաքվեցի է, ինքը մերն է, ինքը սիրում է Ադրբեջանը, պաշտպանում է Ադրբեջանը, դրա համար իրեն ուղղակի վրեժխնդիր եղան, բայց այդ ամեն ինչը ասում էր ծիծաղով, ինքը դեմոնստրատիվ այնպես էր ծիծաղում, յանում կոպիտ ասած այ էժան մարդիկ դուք լրիվ էժան եք էլի, դուք ծաղր եք ուղակի եւ այս տոնով ինքը ծիծաղելով պատմում էր այդ պատմությունը, թե ոնց են ուղակի իրենից վրեժ լուծելու համար Գուսմանին հանել աշխատանքից։ Նա ծաղրում է Պուտինին, միաժամանակ ասել եմ, փորձում է մերձենալ։ Բնականաբար գնում է Մերցի մոտ եւ այսպես Մերցը խոստանում է ավելի շատ էներգակիր գնել Ադրբեջանից։ Իհարկե այստեղ ռուսները դեմ չէ, որտեղ ռուսները փորձել են իրանցը այստեղ Եվրոպան պետք է խիստ լինի իհարկե, որտեղ Ադրբեջանը չունի այդ ծավալի, որ բոլորին ապահովի կամ շատ ընդլայնի, բնականաբար եթե Ադրբեջանը չկարողանա եւ Եվրոպանը խիստ եղավ, այդ ամեն ինչը մնալու է թղթի վրա, ինչ որ ձևական փաստաթուղթ ստորագրեցին մեծ հաշվով, բայց Ալիևը չկարողացավ ստանալ ոչ տեխնոլոգիա, ոչ էլ ներդրումներ, որպեսզի կարողանա նոր հանքեր ուրեմն հորատեն եւ հայտնաբերեն, որտեղ դա ահառելի ծախսեր է։ Ալիևը չկարողացավ ստանալ որևէ ինվեստիցիաներ, որովհետև Մերցը շատ པարզ ասեց, որ ուրեմն դա կլինի միայն Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո։ Այսինքն սրանից ավել եվրոպական մեր գործընկերները ոնց մեր մեջքին կանգնեն, որ Փաշինյանը չգնա Միշուստինի հետևից ինչ որ բաներ չպայմանավորվի։ Կարող եք ինձ բացատրել, ես ուղղակի չեմ կարող սա հասկանալ։ Ոնց կարելի է, նորից եմ ասում, ջրի շախմատիստը կամ պետք է ինքը ինքնակամ հեռանա, որտեվ սա աղետ է դառնալու մեզ համար։ Սրանք աղետ են եղել այս 30 տարի մեր երկրի համար։ Քանի այդ հին էլիտան, քանի այդ հին փողատերերը շարունակում են երկրում թերադրել պատվիրել երաշտություն, Ժողովուրդ ջան, ոչ մեկ Հայաստանի շահի մասին չի մտածելու։ Իրենք շարունակելու են դեմոկրատիա խաղալով, դեմոկրատիա, ինչ որ բաներ, տակից անել այն ինչ որ իրենց պետք է։ Ոչ թե ժողովրդի համար, որտեղ ամենասարսափելի բանը, որ ես տեսա Հայաստանում, դա երբ որ կենտրոնով ման էի գալիս եւ նստում էի, օգտվում էի, ասենք, չգիտեմ, սրճարաններից, ես ուղղակի լացս գալիս էր, որտեղ այն համապատասխանությունը, որ կա աշխատավարձների, հասարակ ժողովրդի եւ այդ կենտրոնի կյանքի միջև, դա ուղղակի սահմռկեցուցիչ էր։ Դա ուղղակի սահմռկեցուցիչ էր։ Եվ ես տեսա, թե ովքեր են իրենց դա թույլ տալիս եւ ովքեր իրենց չեն կարող թույլ տալ։
Եվ այդ ամբողջը փուչիկը շարունակվում է, ռեալ փուչիկ է կատարվում, այսինքն տնտեսական փուչիկը միևնույնն է շարունակում է հայ ժողովուրդը գտնվել մեղմ ասած շատ վատ վիճակում, տնտեսական։ Շատ բաներ իրենց չեն կարող թույլ տալ։ Բայց նայում ես քաղաքի կենտրոնը, քեզ թվում է թե Բևերլի Հիլզում ես, շատ կներեք։ Ուրեմն, եւ հաջորդ հանգամանքը, որ Ալիևին այսպես թեթև ստորացրեց մերձը, բացի այդ որ ասեց, որ Հայաստանը հետ պետքա պայմանավորվեց նոր կստանաս, նաեւ այդ ընթացքում, երբ որ Ալիևը Գերմանիայի մեր Փաշինյանի հետ հեռախոսազրույց է ունենում, Ալիևին որոշ բաներ հասկացնելով։ Հիմա ինչ է անում Ալիևը, բայց նորից եմ ասում, եկեք չծաղրենք, առաջապես հիմարություն չանենք եւ Ալիևին չսարքենք խեղկատակ։ Ալիևը 1-2 տարիներ ինքը օգտվելու է մեր արանքիզմից, մեր բալանսիզմից, մեր ջրի շախմատիստ ու էլիտայից մեգադախլչիների հակահայկականությունից միանշանակ օգտվելու է։ Ոնց որ արեց տարիներ շարունակ, պատ ծեծելով, այնքան գլուխը տվեց պատին, միջև այդ պատը քանդեց։ Հիմա այսինքն սա որքանով Ալիևը կհասնի հաջողության կախված է մեզանից։ ԱՄՆ-ն 2026 թվականի հունիսին Բաքվի էներգետիկ շաբաթվա ընթացքում ուրեմն ԱՄՆ Շևրոնը եւ Ադրբեջանը իդեմս Սոկար պետական նավթային ընկերության եւ էկոնոմիկայի նախարարության նոր համագործակցության շրջանակներ են ձևավորել։ Բարձր մակարդակի քննարկումներ են տեղի ունեցել Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայել Ջաբարովի եւ Սոկարի նախագահ Ռավշան Նաջիֆի եւ Chevron-ի Եվրասիական բիզնես միավորման ղեկավար Դերեկ Մագնեսի միջև։ Ի տարբերություն Chevron-ի նախկին ներկայությանը Ադրբեջանում, որը հիմնականում կենտրոնացած էր Ազերի, Չիրակ, Գյունեշլի նավթահանքում ուղակի արդյունահանման վրա, մինչև 2020 թվականին իր մասնաբաժնի վաճառքը, այս վերջին համաձայնագրերը կենտրոնացած են լոգիստիկայի, տրանսկասպիան տարանցման, ապանախագծման եւ տեխնոլոգիաների ու ռազմական գործընկերության վրա։ Ռազմավարական կներեք գործընկերության վրա, ռազմավարական։ Ուրեմն Chevron-ի եւ Սոկարի միջև։ Հիմա տեսեք, Ալիևը փորձում է վերադարձնել Chevron-ը Բաքու։ Ինչու Chevron-ը գրած 20 թվականից դա այլ պատճառները պարզավոր են տեղ եւ բիզնեսի առումով արդեն Ադրբեջանը Chevron-ի համար այդքան հետաքրքիր տեղ չի։ Հիմա քաղաքական իրավիճակը փոխվել եւ Ալիևը փորձում է հետ բերել Chevron-ին։ Հատկապես սա մի փոքր հետո կհասկանանք թե ինչ է անում Chevron-ը Իրաքում։ Միացյալ Նահանգները։ Այստեղ շատ կարևոր է, Ալիևը փորձում է էլի արանք ճեղել։ Իհարկե Ալիևը հիշում եք ամենասկզբից հույս ուներ, երբ որ Թրիփը ստորագրում էր, որ Միացյալ Նահանգները կհանի 907-րդ ուղումը եւ գումարած բացի 907-րդ ուղումից, ասում էր, որ իրենք սպասում են ամերիկյան տեխնոլոգիաներ եւ փողեր Ադրբեջանում նոր հանքավայրերի բացահայտման առումով, որոնք ահռելի գումարներ են եւ կարող են արդյունք չտալ։ Բնականաբար ամերիկացիք հասկանում են, որ դա կարող է մերյալ ուրեմն նախաձեռնություն լինել, բայց այս պահին իրենք նաև հասկանում են, որ Ադրբեջանը վտանգավոր է եւ իրենք չեն պատրաստ գնալ նման ռիսկերի մի Ադրբեջանի հետ, որը այս պահին երկակի երակի խաղեր է տալի գումարած դիկտատոր է Ալիևը եւ դեմոկրատական ռեժիմ չէ։ Բայց Ալիևը համառորեն գնում է առաջ եւ տեսեք ինչ է արել։ Ուրեմն բացի դրանից, որ իրենք փորձում են Chevron-ին հետ բերել, ուրեմն ես ձեզ հիմա մի հետաքրքիր բան կներկայացնեմ Chevron-ի հետ կապված, կներեք Ադրբեջանի հետ կապված, ուրեմն մի լուրերը տեղերով փոխվել են, ես կասեմ ինչա տեղի ունեցել, ուրեմն ամերիկյան նավթա արդյունահանման ակտիվներ ձեռք բերած ադրբեջանական ընկերությունը GL Group-ն է։ Ուրեմն Ադրբեջանում հիմնադրված մասնավոր էներգետիկ խումբ, որի գլխավոր գործադիր տնօրենն է Ասիվ Զեյնալովը։ Գործարքի հիմնական մանրամասները Տեխաս նահանգի Միդլենդ քաղաքի մոտակայքում, Պերմիան ավազանում, ԱՄՆ-ի ամենախոշոր նավթա արդյունահանող տարածաշրջանում, ձեռք բերված ակտիվներ, նավթի եւ բնական գազի արդյունահանման ակտիվներ 4 հանքավայրերում, որոնք ներառում են ավելի քան 200 գործող արդյունահանող հորատանցքներ։ GL Group-ը ստանձնել է ակտիվների 100%-ի օպերատորությունը, գործնական կառավարումը եւ սեփականության իրավունքը։ Այս գործարքով GL Group-ը դարձավ առաջին ադրբեջանական ընկերությունը, որն անմիջականորեն ԱՄՆ-ում ձեռք է բերել եւ ղեկավարում է նավթի ու գազի արդյունահանման ակտիվներ։ Այսինքն Միացյալ Նահանգներում Ադրբեջանը գնել է, ներդրում է արել, ուրեմն հասկացաք ինչ, եւ ահռելի գումարներ աստեյության ներդրել, որպեսզի Տրամպին ցույց տա, որ հիշում եք Տրամպը ասում է այսքան գումար է գալի Միացյալ Նահանգներ։ Իրենք ներդրում են անում Միացյալ Նահանգներում եւ համառորեն գնում են առաջ։
Եվ նորից եմ ասում, եթե Փաշինյանը շարունակի այս շոուն, որ ինքը կազմակերպել է արանքիզմ, բալանսիզմ, դրա տակ ծածկելով ջրի շախմատը, այտենց չի լինելու, Ժորժ ջան, չի լինելու մի տարի, 2 տարի, 3 տարի, 4 տարի Ալիևը հասնելու է արդյունքի։ Ուրեմն պետքա ուշքի գալ եւ հասկանալ, որ չկա այլ տարբերակ։ Եթե մենք շարունակում ենք կապիկությամբ զբաղվել, ուրեմն մեզ կապիկի պես էլ վերաբերվելու են։ Եթե մենք շարունակել ենք ռուսական լրատվականները թողել, Հայաստանը ռուսիֆիկացվածը շարունակելու մնալ։ Ես դրան դեռ կանդրադառնամ։ Հայաստանը տոտալ ռուսիֆիկացված է։ Ռուսիֆիկացված։ Եվ երբ որ ես գնում եմ տարբեր երկրներ եւ տեսնում եմ ինչ է կատարվում Հայաստանում, լացս գալիս է, ընդ որում մեր ժողովուրդը ինքը չի զգում, որ ինքը ռուսիֆիկացված է, դա ամենավտանգավորն է։ Ուրեմն պետքա շատ արագ եւ հետեւողականորեն սկսել գործել։ Իսկ հիմա ինչա տեղի ունեցել, որպեսզի հասկանանք, թե ինչքան կարեւոր է ճիշտ կողմնորոշվել այս իրավիճակում։ Որովհետեւ գիտեք խնդրեմը որն է, որ ես հասկացա, որ Հայաստանում տարբեր անիմաստ բալաբոլներ, որոնց պապան ժամանակին հեծանիվ չի նվիրել, ավտո չի առել, որ քշի, մանկական տրավմաներով գալիս են մտնում են եթերները տարբեր հայտ բռնող, այսպես կոչված կոմունիստ լրագրողները, որոնք չգիտես ինչի տենց մարդը կոմունիստա կնիկը իբր արև մտամետ, տենց ձեռ են առնում հասարակությանը, կանչում են ամեն անասնակերի եթեր, տարբեր կագեբեյեշնիկների, դեգեներատների, դեբիլների, ասենք չգիտեմ, ծախվածների, կանչում են այնքան որ հայբ բռնեն փող աշխատեն պրոստը թքած ունենալով Հայաստանի վրա եւ տարբեր հմեկեր, չմտածողներ, ընդ որում 5-րդ տալիքներ Քոչարյանական, չգիտեմ Արմենյաներ, Ջանիբեկյանների եւ այլն չեն ներկայացնում, որ Իրանը չի հաղթել, Իրանը պարտվում է։ Եվ Ամերիկան խորը խաղում։ Եվ երբ որ խոսում եմ ես Հայաստանում մարդկանց հետ, ասում են ոնց Իրանը առնվազն չպարտվեց, ասում լուրջ եք ասում, ժողովուրդ դուք չեք հասկանում ինչա կատարվում։ Ընդ որում տարօրինակ է այն, որ այն մարդիկ, ովքեր ժամանակին ինձ լսել են, հիմա չեն լսում, անցել են ինչ-որ կապիկություններ լսելու։ Դրա համար չեն հասկանում ինչա կատարվում։ Հիմա տեսնեք ինչա կատարվում։ Հիշում եք, երբ որ Իրաքը ամերիկյան պատերազմի ժամանակ Իրանը ամերիկյան Իրաքը ինչ որ անընդհատ անգամ Իրաքից շիա միլիցիաներ էին ռմբակոծում ամերիկացիներին, տես սա ասում են, Իրաքը էսա բան անում, օգնում է Իրանին եւ այլ եւ այսպես շարունակ։ Համասիներ աջակցում Իրաքը, հետո հակաամերիկյան տրամադրություններ էին Իրաքում։ Իսկ հիմա տեսնեք ինչ է եղել։ Ուրեմն Շևրոնը համաձայնագրեր է ստորագրել Իրաքի հետ։ Հիմա Ստորագրված համաձայնագրերը կենտրոնացված են հարավային Իրաքում հում նավթի արդյունահանման, ընդլայնման եւ արտահանման այլընտրանքային ենթակառուցվածքների զարգացման վրա։ Մուտք արևմտյան Կուրնա 2 նավթահանք։ Շևրոնը նախնական համաձայնագիր է ստորագրել արևմտյան Կուրնա 2-ում աշխարհի խոշորագույն նավթահանքերից մեկը, որը ներկայումս արդյունահանում է օրական 460,000 բարել նավթ, գործառնական մասնաբաժիններ ստանձնելու առևտրային պայմանները առաջ մղելու համար։ Հանքավայրը պետական տնօրինության էր անցել դրա նախկին օպերատորի ռուսական Լուկոյլ էներգետիկ ընկերության դեմ ԱՄՆ պատժամիջոցներից հետո ԱՄՆ պատժամիջոցներ սահմանեց Լուկոյլից հետո խոշորագույն հանքավայրը ստիպված պետությունը վերցրեց, որտեղ Լուկոյլը պատժամիջոցների տակ էր, Ամերիկան եկավ ու վերցրեց այդ հանքավայրը։ Հասկացաք ինչա կատարվել։ Դե դուք շարունակեք այդ չմտածողները կանգնացեն բա Ռուսաստանը մտահոգվել թե ռուսները ինչ կասեն, ինչ կմտածեն։ Խոշորագույն Իրաքի հանքավայրը ուղակի չորով ԱՄՆ-ն վերցրեց ձեր սիրած ռուսների ձեռքից։ Դե դուք շարունակեք տգիտություններ դուրս տալ եւ խաբել Հայաստանն ում եք օգուտ տալու, երբ որ մարդկանց հետ խոսում ես չեն հասկանում ինչա կատարվում։ Երկրորդ համաձայնագիրը ծածկում է Նասիրիայի տարածաշրջանում հետախուզական եւ արդյունահանման ընդլայնումը, որը ներառում է մի քանի գործող նավթահանքեր եւ հետախուզական 4 բլոկ։ Հորմուզի այսինքն իրենք հիմա այնտեղ պատրաստ են ներդրում անել, Ալիևը դրա համար մռմռում եւ նոր հանքեր բացահայտել, տեխնոլոգիաներ ներդնել։ Դե բնականաբար Իրաքի կառավարությունը անմիջապես դարավ Ամերիկա մետ, որտեղ իրանք անգամ իրանք շահերը ավելի լավ են հասկանում, քան չմտածողները Հայաստանում։ Հորմուզի նեղուցի շրջանում ուրեմն այսինքն սա ինչ տեղի ունեմ Հորմուզի նեղուցի շրջանցելու հարցում Շևրոնը միացել է ամերիկյան եւ միջազգային կորպորատիվ կոնսորցիումին, որն իրականացնում է տեխնիկական ուսումնասիրություններ ցամաքային խողովակաշարերի ուղիների կառուցելու կամ վերականգնելու համար։ Հիմնական շեշտը դրված է Կիրկուկ Բանիաս չգործող խողովակաշարի, որն անցնում է Սիրիայով դեպի Միջերկրական ծովի ափ վերականգնման արդիականացման վրա, ինչը թույլ կտա Իրաքին նավթ արտահանել շրջանցելով Հորմուզի նեղուցը, վտանգավոր համարվող, եւ հանել Միջերկրական ծով։ Սիրիայով, ընդ որում
Ավելին ասեմ ձեզ, դրա համար էլ Թրամփը ակտիվորեն Ալ-Շարային կամած փոկում է Էրդողանից, եթե ուշադրություն դարձնեք, ինքը շատ լավ հասկանում է, որ Էրդողանը ազդեցություն ունի, բայց աստիճանաբար, տեսեք ինչ, այսպես կոնֆետներ են նետում Ալ-Շարային եւ աստիճանաբար փորձում են այսպիսի պրոյեկտներ իրականացնել Ալ-Շարային կոչ անելով դառնալ նորմալ աշխարհիկ պետություն եւ աստիճանաբար վերացնել են իսլամիստներին երկրում, որոնք արյուն են պահանջում կամ չգիտեմ եւ այլն։ Այսինքն Ալ-Շարային ալտերնատիվա առաջարկում, փողը առաջարկում, որը չի կարող առաջարկել Էրդողանը։ Կամաց այնպիսի կախվածության մեջ է նետում Ալ-Շարային, բնականաբար ամերիկյան ընկերությունը արտահանելու է եւ դրանից իր Սիրիան փող ստանալու։ Եվ հիմա հասկացաք, չէ՞ ինչ է կատարում։ Ես ձեզ ասում էի, որ արաբական երկրները ընդհանրապես փորձելու են շրջանցել։ Նավթը Չինաստանի համար դառնալու է ավելի թանկ։ Արտադրանքը Չինաստանում թանկանալու է։ Չինաստանի մասին առանձին խոսակցություն է այնտեղ ճգնաժամը, որ շարունակվում է իրականում, նրանք փորձում են կոծկել, հատկապես անշարժ գույքի ոլորտում։ Այսինքն, որպեսզի պատկերացնեք ինչ է տեղի ունենում աշխարհում։ Եվ ինչ որ մեկը կանգնում ասում է, թե այս ամեն ինչում հատկապես Իրանը չպարտվեց, լուրջ եք ասում։ Ես ես ասում եի, որ Հորմուզի նեղուցի անստաբիլությունը Միացյալ Նահանգներին ձեռնտու է։ Նա հատուկ է դա արել։ Այս ամբողջը արեց հատուկ Թրամփը։ Իսկ հիմա ինքը Chevron-ը պատրաստվում է այլընտրանքային խողովակաշար կար։ Ընդ որում ստեղից օգտվելու է նաև Իսրայելը, որտեղ այդ խողովակաշարերի մեծ մասը անցնելու է նաև Իսրայելով։ Եվ արաբական երկրները կախվածության մեջ են լինելու Իսրայելից։ Հաջորդը։ Ուրեմն տեսեք, Իրաքը դե խոշոր երկիր է, գիտեք, նավթ արտահանող, դրա համար այս առումով շատ կարևոր է, որպեսզի Իրաքն է վերցնեն, դե արաբական երկրներում ամերիկացիները արդեն գիտեք նավթավորեն, իրենք իրենց փայ ունեն, ընկերությունները կան, Իրաքում հանեցին ռուսներին եւ վերցրեցին իրենք, եւ սա շատ կարևոր քայլ էր, ուրեմն Միացյալ Նահանգների համար։ Հիմա ուրեմն Թուրքիան հիշում եք ինչ աղմուկ էր անգամ Իսրայելում էին ասում, թե ընդ որում ասեմ ձեզ, իրանք շատ համակարգված են աշխարհում։ Ես կարծում եմ, որ Իսրայելում շատ լավ ամեն ինչ հասկանում են եւ Էրդողանն ու Նեթանյահու, Թրամփն ու Նեթանյահուն ամեն ինչը շատ լավ իրար հետ համաձայնեցնում են։ Հիշում եք մի պահ Իսրայելը այսպես բորբոքված ասում էր, թե Թուրքիային պետք չի եւ 35-ներ վաճառել եւ Նեթանյահուն այստեղ հարցադրույց տվեց եւ այլ եւ այլ։ Ես նորից շարունակում եմ այն համոզմանը մնալ, որ սա համակարգված խաղ է նրանց միջև։ Չնայած տարբեր ուրեմն հեծանվից մանկությունից զրկված բալաբոլներ կարծում են, որ տենց ինչ որ տենց իրանց մեջ ինչ որ բաներ են ուռացնում, խոսում եւ այլն, բայց փաստը հետեւյալն է։ F-35-երի հետ կապված Թրամփը խոսք տվեց, բայց չտվեց։ Եվ ինչ պայման է դրել Թուրքիայի առաջ։ Երկու կարևորագույն պայման։ Մեկը՝ պետք է ազատվեն ռուսական S-400-ներից, որոնք ոչ մեկ չի ուզում առնի, եւ պարտադրում են Էրդողանին ազատվել։ Այսինքն, տես ինչ է կան։ Սա վրեժ է, հետ ողորմյա են անում։ Երբ որ Ադրբեջան, ես իդեպ չեմ բացառում, եկեք այսպեսի մի կարծիք, ես չեմ բացառում, որ Շևրոնն էլ հենց այդ պատճառով դուրս եկավ նաև Ադրբեջանից, բացի տնտեսականից նաև քաղաքական, որտեվ այդ մի պահը տեսեք, Թուրքիան արդեն ՆԱՏՕ-ից դուրս գալու շեմիներ S-400-ներ գնեց, Շևրոնը դուրս եկավ Ադրբեջանից, սկսվեց այսպես Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան եռյակի խուլիգանությունը տարածաշրջանում, որոնք փորձում են երրորդ բևեր դառնալ, տեսեք։ Դրա համար այդ խոսույթը, որ Հայաստանում կիրառվում է թե կամ Թուրքիա է կամ Ռուսաստան, դա կեղծ է։ Նորից եմ կրկնում, կամ Թուրքիա-Ռուսաստան միասին է, ձեզ հետո էլի կասեմ այս թեմայով, որ պարզ լինի, կամ Արևմուտքը։ Պետք է սա հստակ եւ բարձ հասկանալ։ Հատկապես որ այսպիսի բան չի լինում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այսպիսի ակտիվորեն մտնեն տարածաշրջան եւ նաեւ Միացյալ Նահանգների տարածաշրջանում ամուր հաստատվելը նաեւ այստեղ մենք էլ ունենք դերակատարում եւ մենք պետք է օգտագործենք հիմա այդ դերակատարումը, որպեսզի հետո շատ ավելի մեծ դիվիդենդներ շահենք։ Երկու պայմանա դրեմ, մեկը S-400-ները, որ գնվել է Ռուսաստանից, պետք է նույնպես վաճառի, հիմա թուրքերը երազում են վաճառել, բայց չգիտեն ում վաճառել, ոչ մեկ չի գնում դա հետ։ Ուրեմն եւ երկրորդը, բայց դա ստորացում է նաև։ Երկրորդը Համասի ֆինանսավորումը դադարեցնելն է։ Թուրքիան դարել է Համասի, ուրեմն ես ես մի անգամ դա ասել եմ, ուրեմն Համասի էլիտայի, ուրեմն կամ ղեկավարության բիզնես կենտրոնը։ Եվ անգամ թուրք պաշտոնյաները կամ Էրդողանի հարազատները մտել են այսպես փայերի ու գործարքների մեջ Համասի, ուրեմն terroristների հետ։ Եվ Համասի ֆինանսավորումը վերջին շրջանում մեծամասամբ գնում է Թուրքիայից։ Սա արդեն նորություն չի, մի անգամ ես դա ասել։ Հետևաբար, հիմա Թրամփը պահանջում է ամբողջությամբ դուրս վռնդել դրանց
եւ զրկել Համասին ֆինանսավորումից։ Ինչ է կարծում Էրդողանը, դա կանի թե չէ։ Սուլթանը, որը արդեն այնտեղ, չգիտեմ, Երուսաղեմը միացնում էր Թուրքիային, արդեն տես պանթուրքիստական ծրագրեր է մշակում, իր դեմ պայման դրվեց, որ պետքա սա անես, հակառակ դեպքում F-35-երը չես ստանա։ Դե այդտեղ մանրամասն պատմությունը այնտեղ, չգիտեմ, չեմ ուզում ձեր մեջ ծանրաբեռնեմ, այնտեղ դիմել են ամերիկյան администрացիայից մեկը պատասխանել որ ոչ, այդպես չի վաճառքը հաստատված, չի պայմաններ կան եւ այլն, այսպես իմացվել է, որ նախապայմաններ կան դրա համար։ Հաջորդը Հունաստանը ցանկանում է 3 միլիարդ եվրո արժողությամբ սպառազինություն գնել Իսրայելից։ Ուրեմն սպասվում է, որ Հունաստանի ազգային անվտանգության բարձրագույն մարմինը կհաստատի հակաօդային եւ հակաարթիերային պաշտպանության իսրայելական համակարգերի ձեռքբերման 3 միլիարդ եվրո արժողությամբ փաթեթը։ Ուրեմն ասեմ ձեզ, սա հակաօդային պաշտպանության մասին է։ Ուրեմն ներառված են Ռաֆայել ընկերության Spider All-in-One եւ David Sealing համակարգեր, ինչպես նաեւ Israel Aerospace Industries իսրայելական ընկերության կողմից մշակված Barak MX համակարգերը, էլի բաներ կան Ժորժյան, անօթաչու համակարգերն է տարբեր տեսակի, ուրեմն ամբողջ այդ օթային վահանի պաշտպանությունն է, որոնք պետքա դրվի հիմա սա հերթով չթվարկեմ անիմաստը։ Մի խոսքով օդը պաշտպանելու եւ ընդհանրապես ծովում գերակայություն ստանալու ուրեմն միջոց է։ Եվ բնականաբար սա հերթական հարվածնա Թուրքիային։ Երբ որ մի կողմից Թրամփը Թուրքիային պայմանա դնում ասում է ազատվի այս 400-ներից ու Համասից, մյուս կողմից զինում են, բնականաբար Իսրայելն ու ԱՄՆ-ն համատեղ են գործում։ Իսրայելի միջոցով զինում են Հունաստանը։ Չասված որ Հունաստանը շուտով ստանալու է F-35-եր, Հունաստանին սարքում են գեր զինված պետություն։ Եվ պարզա չէ ինչ հիստերիայի մեջ է հայտնվում Էրդողանը։ Սա են ռուսամոլիկների համար, որոնք փորձում են ձեզ խաբել, թե ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցը Թուրքիան է, ԱՄՆ-ն Թուրքիայի միջոցով է գործում, լուրջ եք ասում, տագետներ, լուրջ եք ասում։ Դուք ասենք հայ եք, թե հայ չեք։ Եթե տագետ եք, այսքանը չեք հասկանում, գնացեք վերընկեք ձեր տեղները, չեք հասկանում, մի խաբեք ժողովրդին։ Ուրեմն գնացեք լսեք մարդկանց, որ մի բան հասկանաք։ Եթե Ռուսաստանի պատվեր եք կարտանում, ուրեմն դուք գործակալ եք։ Առանց ԱՄՆ համաձայնության Իսրայելը հատկապես եթե մենք տեսնում ենք որ ԱՄՆ-ն ու Իսրայելը եւ Ֆրանսիան միաժամանակ զինում են Հունաստանին, սարքում են ռազմական գերտերություն ըստ էության։ Ինչի համար Թուրքիային սահմանափակելու, ընդհանրապես միջերկրական ծովում։ Եվ այս ամեն ինչի արդյունքում մենք կտեսնենք որ շատ արագ շուտով Հունաստանը առանց վախենալու կսկսի շահագործել ամերիկացիների հետ, Իսրայելի հետ նույն Կոստոլարիցո կղզում հայտնաբերված հանքերը, որոնց թուրքերը չեն թողում, որոնք սկանդալ են սարքում եւ այլն։ Իսկ Թուրքիայի առաջ պայմանադրվում, ասում է, տես դու կանես այս պայմանները, որով թույլատնում է Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում եւ մահմեդական պետությունների, ասենք իր այս բջիջների շրջանում, իր գործիքները վերցնում է իր ձեռքից, ոնց որ Իրանից վերցնում է Հեզբոլլահը, Թուրքիայից էլ վերցնում է Համասը, կոպիտ ասած։ Այսինքն թույլատնում է Թուրքիային տարածաշրջանում աստիճանաբար իրականում Ալ-Շարային շահագրգռում է, Համասից կտրում է, Հունաստանին զինում է, Իսրայելի, Հունաստանի, Հնդկաստանի, Կիպրոսի միջև դաշինք է ստեղծվում եւ այլ էսպես շարունակ։ Հիմա եւ արագանցնենք Սաուդյան Արաբիա Թրամփն ու ավարտենք։ Ուրեմն Սաուդյան Արաբիայի հետ կապված Թրամփը ասել է որ նրանք միջուկային ծրագիր կունենան, բայց դրա համար պետք է միանան Աբրահամյան համաձայնագրին։ Ուրեմն մի քանի օր առաջ տենց անընդհատ այսպես բաներ տեղի ունենում, վեճեր տեղի ունենում, խոսակցություններ, թե բա ինչի է Թրամփը տենց Սաուդյան Արաբիային տալիս միջուկային ծրագիր, ինչի ուրախությունից եւ այլն։ Ուրեմն էլի Թրամփի խաղն է, հասկացեք, ինքը աղմուկը գցեց, հետո ասեց, եթե Սաուդյան Արաբիան ուզում է ստանալ միջուկային քաղաքացիական այդ որում ոչ թե ռազմական, ասեց հարստացում չի լինելու, այսինքն միայն քաղաքացիական միջուկային ծրագիր, իրականում սրատակայլ բան կա, պարզավոր իրենք ինչ որ տեխնոլոգիա որ ստանան կարողանան արդեն հարստացումներ հետագայում շարունակել, եթե պետք լինի, բայց դրա համար իրենք պետք է միանան Աբրահամյան համաձայնագրերին։ Իսկ ում օգտին է դա արվում, այս խաղը բնականաբար Իսրայելի, որտեղ Աբրահամյան համաձայնագրերը կոչված է, որպեսզի Իսրայելին սարքեն տարածաշրջանում, ԱՄՆ-ին եւ Իսրայելին միասին սարքեն տարածաշրջանում գլխավոր երկրները, գլխավոր դոմինանտ երկրները։ Աբրահամյան համաձայնագրերով նրանք բոլոր արաբական երկրներին կապում են Իսրայելին։ Ինչի մասին անգամ Ղազախստանը միացավ։ Եվ դրա համար ես կոչ եի անում ժամանակից շուտ մենք էլ միանանք այդ Աբրահամյան համաձայնագրերին, հատկապես որ մենք ուրեմն պետք է հարաբերություններ եւ լավ հնարավորություն կներ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորել։ Բայց քանի որ մենք Էրդողանից վախում ենք,
Մենք շատ ենք վախենում Էրդողանից։ Մենք չենք ուզում Էրդողանին հանկարծ նեղացնել, սաղից վախում ենք, արանքիստ ենք մենք։ Մենք չենք կարող ինքնուրույն դեմք ունենալ։ Մենք պետքա սուսուփուս տեղ ունենալ բոլորիդ լավ լինել, որ մեր հետ լավ լինեն, առանց հասկանալու, որ դա կործանում է։ Եթե մենք սուսուփուս մնացինք տեղերում, մեր գլխին հա տալու են։ Եթե մենք հզոր չեղանք, տեխնոլոգիա չունեցանք, զենք չունեցանք, մեր գլխին տալու են։ Դա ճանապարհ չի, դա կործանման ճանապարհ է։ Լինել անդեմ, արանքիստ նշանակում է գնալ կործանման։ Դա ուրիշ բան չի նշանակում այս ժամանակակից աշխարհում։ Հիմա, եթե դուք նկատեցիք, Միացյալ Նահանգները ամեն ինչ անում է Իսրայելի շահերը պաշտպանելու համար, գլխավորապես։ Իսկ ես ինչ էի ասում, պետք է աշխատել, սկսել աշխատել Իսրայելի հետ եւ մենք դեռ շատ արագ կունենանք համաձայնություն։ Հիմա Իսրայելի ցեղասպանության հարցով ընկավ հիստերիա, տեսակ իսրայելցիները մեզ խաբեցին էլի եւ այլն։ Ժորժ ջան, ուրեմն նախ ես լսեցի իսրայելական падգամորներից մեկին։ Իրենք շեշտեցին, ասեցին Հայաստանը շատ սառն է պահել իրան, նախ էս հարցում։ Երկրորդը դա քաղաքական նպատակ ուներ Էրդողանի բերանին տալու, մենք բերանին տվեցինք, բայց Հայաստանը սառը մնաց այս հարցում։ Այսինքն, որպեսզի հարվածը ուժեղ լինել, իրենք սպասում են նաև Հայաստանի որոշակի արձագանք։ Եվ Իսրայելին մեղադրելուց առաջ, Ժորժ ջան, Իսրայելին մեղադրելուց առաջ, մի հատ պետք է հասկանալ, իսկ մենք ինչ արեցինք։ Հայաստանը որևէ քայլ արեց, Հայաստանը ասեց մեզ պետք չի ռադեղեք, ինչ ուզում եք դուք տեղարեք, մի օգտագործեք մեզ, վախեցած տանկներ արած նստեցին։ Իսրայելը ասեց շատ լավ։ Դե եթե քեզ պետք չի, ուրեմն ես կօգտագործեմ դա, անց ոնց որ պետք է։ Ուրեմն ես հիմա մի հատ բերանին տվեցի ու կպահեմ մի հատ էլ հետո բերանին կտամ, երբ որ ինձ պետք է այն վաղ կն։ Այսինքն ըստ էության Հայաստանը թույլատրեց այն գործողությունը, որ ըստ Իսրայելի, որոնք սկսել են իրենց։ Եվ Իսրայելում նկատվեց, որ Հայաստանը իրան սառնապահել։ Հիմա մենք միանգամից մեղավոր ենք կարգում Իսրայելին, հա։ Մենք միանգամից ասենք ինչ լինի չլինի, մենք մեղավոր ենք, մենք չենք ուզում մտա։ Իսկ կարող է Իսրայելը հաշվի առավ, որ իրանք ասում են մենք հասկանում ենք ինչի է Հայաստանը իրան սառը պահում։ Իրանք հիմա ուզում են Թուրքիա եւ Ադրբեջանի հետ կարգավորել հարաբերությունները։ Մենք դա անցալում ենք։ Իսկ կարող է Իսրայելը արես նրա համար, որպեսզի չվնասի, օրինակ կոպիտ ասած, ենթադրենք, կարող է այդպես չի, բայց չվնասի Հայ-Ադրբեջան։ Մենք չենք ուզում տարբերակներ քննարկել։ Մենք չենք ուզում հասկանալ ինչ տեղի ունեցավ։ Իսկ կարող է Իսրայելի քայլը մեզելա ձեռնտու Թուրքիային զսպելու առումով։ Իսկ կարող է Իսրայելի երբ որ Իսրայելը սպառնում է Թուրքիային, Հայաստանը կարող էր օգտվել այդ հարցով, այնպիսի մի մեսիջ ուղղել, որ եթե Թուրքիան չբացի սահմանը, մենք էլ կմիանանք այդ նախադասությունը, գոնե մի բան մենք անենք մեր կողմից։ Ինչ արեց Փաշինյանը, ասեց մեր հետ գործ չունեք, ինչ ուզում եք արեք, մենք դրա հետ կապ չունենք, մեզ ուզում եք վատություն անեք, ինչ որ հիստերիա մոտ սկսվեց եւ անցավ գնաց։ Բայց մարդիկ խաղում են, լուրջ խաղ են խաղում։ Իսկ մենք սա կարող ենք օգտագործել նույն Թուրքիայի հետ սահմանը բացելու հարցում, նույն Թուրքիային մի հատ ճնշելու հարցում, նույն Թուրքիային հասկացնելու։ Թուրքիան լկտիաբար կանգնեց, ասեց ոնց որ Ադրբեջանը որոշի տենց կանենք մի քանի օր առաջ, մենք չենք պատրաստվում առանց Ադրբեջանի հայերի հետ հարաբերություններ հաստատել, իսկ մենք լռեցինք, Իսրայելին մենակ թողեցինք, ասենք ինչ ուզում եք արեք, այդ ցեղասպան հարցից մենք կապ չունենք։ Բայց չգիտես ինչի մենք միանգամից ճղում ենք մեզ տեսակ Իսրայելը խաբեց, իսկ Իսրայելը ինչ որ բանով պարտական է։ Ընդհանրապես 33 երկիր է ճանաչի հայոց ցեղասպանությունը։ Անես չէ՞ որ 150-180 երկիր ճանաչել է, չէ՞ ընդհանրապես 33 երկիր է ճանաչել։ Հələ լավա որ ընդ որում Իսրայելի կառավարությունը ճանաչեց, օֆիցիալ ճանաչեց, երբ որ տարավ հարցը կառավարություն կար, սա արձանագրվում է Ժորժ ջան, սա արձանագրվում է։ Իսրայելի ժողովուրդը ճանաչում է հայոց ցեղասպանությունը, Իսրայելի ոնց որ Իսրայելի կառավարությունը ճանաչում է հայոց ցեղասպանությունը։ Իսրայելի ուրեմն վարչապետը Նեթանյահուն անձամբ ճանաչում է հայոց ցեղասպանությունը։ Քանի երկիր գիտեք տենց որ չի ճանաչել, բայց գոնե այդ մակարդակներով բոլորը ճանաչում են հայոց ցեղասպանությունը։ Այո, քաղաքականությունը, այո, բոլորը իրենց շահերի համար են մտածում, բայց կարելի է չէ այնպես խաղալ, որ ոչ թե իրենք օգտագործեն այդ հարցը միայն, այլ մենք էլ մտնենք փայատեր դառնանք այդ օգտագործման մեջ։ Որովհետև Էրդողանը սուրբ չի դառնալու։ Բոլորը ասում են, որ Էրդողանը վտանգավոր է եւ գնալով դառնում է վտանգավոր դիկտատոր։ Մենք պետք է զսպման գործիքներ ունենանք Էրդողանի դեմ, թե չունենանք։ Թե պարկենք ոտերներս բացենք, ասենք խաղաղություն։ Ոնց է տես լինում։ Մենք չենք հասկանում ինչ է համաշխարհային քաղաքականությունը։ Այդ որ բոլորը օգտագործել են ցեղասպանությունը, մենք չենք օգտագործել, միակ պատճառը մեկն է, պարկել ենք ռուսների տակ, ոտերներս բացել ենք, ուղեղներս անջատել ենք, հաճույք ենք ստացել։ Բայց ուզենենք մենք եք օգտվենք, դա մեր զենքն է, որը օգտագործում են շատ ավելի հաջող ուրիշները։ Ավելին ասեմ, Սոկոլով, Կոնստանտին Սոկոլով, ռուս Պուտինի մարդ, ինչ որ հաջորդ անցած թողարկմանը բացատրեցինք, որ նա Պուտինի մարդը չի, նա ամերիկյան բիզնեսմենը Թրամփի շրջապատից։ Օրինակ, այս վերջերս ուրեմն դիտում է Թրամփը ռուսական անազգանով մեկին հավանություն տվեց, որպես ուրեմն տեխնացու, այսպես սատարեց իրան Միացյալ Նահանգների ընտրություններում օրինակի համար։
Ինչ նշանակում է ինչ ռուսական ազգանով ռուսական մարդը, ռուսը ակնհայտ ռուսա իր անուն ազգանով։ Ինչ տեղի ունեցավ հрьяաները մեզ դաս տվեցին։ Հрьяաները, որպեսզի թուրքերը չգան վերցնեն Բաղամիսուրը, ադրբեջանցիք հավակնություն չունենան, որտեղ տարածաշրջանը իրաց հետաքրքիր է, Թուրքիան իրաց ապագա թշնամին, այսինքն ներկա նաև ապագա։ Իրենք ամերիկացիների հետ միասին մտան Հայաստան եւ սկսեցին թրիփի ուղությամբ այդ բիզնեսները վերցնել, ենթակառուցվածքները, կապը եւ այլն սկսեցին աշխատել։ Ինչ անում հայկական լոբին կոչվածը կամ դաշնակցություն կոչված են մնացածի մասին չեմ ուզում խոսեմ, ինչ են անում Ամերիկայում։ Ստոկոլով են, այսինքն նույն նարատիվն են տարածում, ինչ որ ռուսներն ու ռուսական մամուլը։ Ստոկոլովը Ռուսաստանի մարդն է։ Նույն նարատիվն են տարածում։ Իսկ ինչ էր խանգարում հայկական լոբի կոչվածին, եթե այդպեսին կա, որpիսի իրենք այ բիզնեսմենների միջոցով մտնեին իրենք վերցնեին այդ ենթակառուցվածքները։ Ինչ է խանգարում, որ ակտիվ աշխատեին ԱՄՆ կառավարության հետ, մեծ ներդրումներ տանեին, թրիփում ներդրումներ անեին։ Ինչ է խանգարում։ Կարող է KGB-ն է խանգարում, որ ձեզ ուրիշ ինստրուկցիա է տվե։ Հերիք չի մեր երկրի դեմ աշխատեք։ Կարող է այդպես է, հարց եմ տալիս։ Ինչի՞ է այդպես ստացվում, որ Թրամփը լավն էր ընտրություններից առաջ, որովհետև դες ճահում եք ձեզ Թրամփի համար, որովհետև Թրամփը առաջարկում էր Պուտինի հետ պայմանավորվել, հիմա Թրամփը Պուտինին սխմում է, դուք բոլորդ Թրամփին հիմա վատն եք համարում, Թրամփի դեմ պոստեր եք դնում եւ այլն, այսպես շարունակ։ Ինչի՞ պետք է հрья Սոկոլովը գա մտնի Հայաստանում բիզնես վերցնի, դուք կողքից նայեք ու ռուսների հետ միասին կապիկի պես կրկնեք, որ Սոկոլովը դա բան է։ Ռուսականը Պուտինի մարդն է։ Ընդ որում անեցել չի որ ձեր սրտով չի, եթե ձեր սրտով այնքը դուք շատ լավ գիտեք, որ ինքը Պուտինի մարդը չի, դրա համար եք դուք դա քննադատում։ Վերցնում են ու այսպես ինչ որ հրապարակում, մամուլի հրապարակումներ, բան ինչ որ տես իբր հայկական սփյուռքից ներկայացող այդ նույն նարատիվները կրկնում են ինչ որ ուրեմն, չգիտեմ, ռուսները։ Ես ուզում հասկանամ, ընդհանրապես հայկական լոբի կա թե չէ, ումից է բաղկացած, ովքեր են այդ կազմակերպությունները։ Լավ, դաշնակցությունը հասկացանք, Թրամփին սիրում էր, հիմա չի սիրում, պատճառը հասկացանք։ Բայց այս տարածողները, այս կոպիտ ասած, այս լուրերի, այս ռուսական նարատիվները, ռուսական մամուլի կրկնությունները, ուրեմն Ամերիկայում դնողները, ովքեր են դրանք, ինչով են զբաղված։ Այս ինչ լոբի է։ Ինչի ենք մենք մեր ոտքին կրակում, ինչի ենք մենք մեր դեմ աշխատում։ Ինչի մենք չենք կարող հայկական համայնքը իր դերը բարձրացներ, գնար Թրամփի հետ խոսեր, մտներ շրջապատ ու որոշեր մեծ ներդրումներ անել թրիփում։ Այդ փողը բերել դնել թրիփում։ Իրենք մտնեին։ Բայց ամեն ինչու մեղավորը Իսրայելն է, չգիտես ինչի։ Ալիևը ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Դուխանում Տոկաևը օրեր առաջ այսքան օրը 3 էր հայկական մամուլում է տարածված։ Պուտինի դեմքին կանգնեց ստորացուցիչ բաներ ասեց։ Ասաց, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը ասես մենք հասկանում ենք պատճառները։ Հենց այսպես։ Դա պատմական ուրեմն արմատներ ուներ։ Բայց ասեց ինչա կատարվում Ուկրաինայում մենք մեզ համար անհասկանալի է։ Գիտեք ինչ ասեց Տոկաևը Պուտինին։ Ասեց, որ քո հեքիաթները, որ դա ինչ որ, չգիտեմ, Կիևյան Ռուսիա պեչենեգները, չգիտեմ, իզիբիլա դա հեքիաթ է, դա կապ չունի։ Դա իրականության հետ կապ չունի։ Դու ուղակի տուպը մտել ես ուրիշ երկիր, հա, եւ ասեց, որ մենք համարում ենք դա ոչ թե որ ռուսները փորձում են դա քաղաքացիական պատերազմ ներկայացնել, որտեղ ուզում են ասել Ուկրաինան դա առանձին պետություն չի եւ այլն, ուզում են ջրեին Ուկրաինայի պետականությունը։ Տոկաևը ստորացրեց Պուտինին, ասեց դա պետական, միջպետական պատերազմ է, այսինքն պետությունների միջև պատերազմն է։ Մենք ուկրաինական լեզուն մշակույթը միշտ հարգելու սիրել ենք, ուկրաինական ժողովրդին հարգել ենք, սիրել ենք։ Դա քաղաքացիական պատերազմ չի, մենք միշտ ասել ենք դա միջպետական պատերազմ է, այսինքն պետություններ են եւ Ուկրաինան եւ Ռուսաստանը, պատմական ընդհանրապես որևէ հիմք չունի, ուղղակի տապորավարի մտել ես ուրիշ երկիր ու որոշել ես ցեղասպանական պատերազմ վարել եւ ժամանակն է կանգնելու, որտեղ մենք սիգնալներ ենք ստանում Եվրոպայից ու Ամերիկայից, ես այդ սիգնալները փոխանցել եմ։ Սա ասում է Տոկաևը Պուտինի դեմ նստած, բայց Փաշինյանը փորձում է Միշուստինի հետ ինչ-որ բան պայմանավորվի։ Փորձում է ինչ-որ եզրեր գտնի դեպի Պուտին դուրս գա։ Պուտինը չի ընդունում Միշուստինի միջոցով ուզում դուրս գա։ Պուտինը քածոնի չի շնորհավորում, ինքը Միշուստինի ինչ-որ բան է ուզում պայմանավորվի։ Հասկանում եք ստորացիչությունը։ Չի կանգնում ասում կոնկրետ, որ ինքը ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Չի կանգնում ասում որ Ղրիմը Ուկրաինայա ո՞ց որ Ալիևն է անում։ Իհարկե Տոկաևը այնպես չի որ ինքը տենց խիզախ տղա է կանգնում ասում ոչ, որտեղ Տոկաևը սկսել է Զելենսկիից վախենալ,
որտեվ ղազախական նավթի մեծ տոկոսը անցնում է Ռուսաստանով։ Եվ Զելենսկին ցույց տվեց, որ քաց ունի։ Ինքը ուղղակի չի թողնում, որ ղազախական նավթը Ռուսաստանից դուրս գա։ Եվ Տոկաևը մեծ կորուստներ է կրում։ Եվ Տոկաևը չի կարողանում իր նավթը արտահանի։ Եվ ստիպված է կանգնել Պուտինի դեմքին դա ասել, որտեվ Տոկաևը խոստովանեց եւ ընդունեց, որ Զելենսկին մեծություն է եւ պետք է Ուկրաինայի շահերը պաշտպանել, որտեվ Ուկրաինան ուղղակի ցավացնում է Ղազախստանի։ Եվ կզեց չոքեց Ուկրաինան, կներեք Տոկաևը Զելենսկու առաջ Ուկրաինայի դեմ խոստովանեց, որ Ուկրաինան դա լուրջ պետություն է եւ բունկերային առնետը պետք է դադարեցնի պատերազմը, որովհետեւ դա Ղազախստանի վնաս է բերում։ Այդքան բան, որովհետեւ Պուտինը չկա այնքան, որ պաշտպանի Ղազախստանի նավթը եւ արտահանումը։ Այդքան բան։ Բայց մենք շարունակում ենք ինչ որ անգամ Տոկաևն է դա հասկացել, որ ավելի կախված է Ռուսաստանից, դա Չինաստանի Ռուսաստանի մեջ ընկած է։ Անգամ Տոկաևը։ Բայց Հայաստանում փորձում են չգիտես ինչի տարանքիստները ինչ որ բան պայմանավորվել Միշուստինի հետ, Միշուստինների հետ։ Հələ Պուտինի չէ, Միշուստինների հետ։ Այսքանը Ժորժյան, մի ժամ անցանք, խոստումը չպահեցի էլի, բայց կփորձենք հաջորդները ավելի կարճ անել։ Ուղղակի թեմաները շատ էր այսօր, հələ էլի թեմաներ կան, բայց հաջորդ թողարկմանը կանդրադառնանք դե ժամանակ կլինի, տարածեք լայքերը դրեք եւ կհանդիպենք արդեն մեր սովորական գրաֆիկով, ուրեմն